А вот это еще... Պապա այդ որ բերես, կասեմ 3 տղա, մի աղջիկ, սրան խի եք սենց երես տվե։ Տենց հա։ Հա, ունես չի որ պապատ ասելա չէ, տենց աղերս չունի իրականության հետ։ Լավ, փորձենք սկսենք։ Մի խնդա։ Ողջույն բոլորին, Վիշապ Փոդքասթն է, որտեղ մենք փորձում ենք հրավիրել ԱՏՍ ոլորտին առնչվող եւ գործող հետաքրքիր, ինչպես որ մեզ է թվում, շատ հետաքրքիր մարդկանց, որպեսզի ձեր գիտելիքները եւ ձեր հետաքրքրությունները նոր ուժ եւ նոր հետաքրքրություն եւ նոր ուղղություն ստանան ընդհանրապես թռչող սարքերին վերաբերող բոլոր թեմաների վերաբերյալ եւ այսօր մեր հյուրն է Ռուբեն Գյոնջյանը, որը Դավառո ընկերությունում, եկեք ուղղակի ասենք, որ նա project manager է, այսինքն նախագծերի ղեկավար է, բայց ամեն ինչ շատ ավելի բարդ է, քան կարող է թվալ առաջին հայացքից, ողջույն Ռուբեն։ Ողջույն։ Ռուբեն ջան, ես գիտեմ, որ դուք մասնագիտությամբ բժիշկ եք, բայց այսօր Հայաստանի կարելի ասել թիվ 1 ընկերությունում թիվ 1 պաշտոններից մեկը ունեք, որտեղ պրոյեկտներ եք ղեկավարում եւ այսօր մասնագիտական կողմնորոշումը երիտասարդների համար բավականին լուրջ խնդիր է, ոնց ստացվեց, որ ֆունդամենտալ բժշկական գիտելիքով եւ կրթությունով մարդը հայտնվեց ԱՏՍ ոլորտում։ Նախ սկսվեց նրանից, որ բժշկական ինստիտուտ ընդունվեցի գրազով, այն ժամանակ անանասը թանկ էր ու խնդրեցի, որ ինձ անանաս հայրս առնի, եթե ես ընդունվեմ ինստիտուտ։ Բայց երբ որ ընդունվեցի, անանասը էժանացավ։ Սարսափելի դրամատուրգիայով հարկություն էր։ Ավարտեցի, շատ կարճ ժամանակ աշխատեցի որպես բժիշկ, բայց զգացի, որ դա իմը չի, որտեվ հայրս էլ էր ինժեներ, եղբայրս էլ տեխնիկական էլի կրթություն ուներ, զգացի, որ պետք է գնամ ինչ-որ տեխնիկական ուղղվածություն։ Բայց ձեզ չվախեցրեց, որ այդքան անցած ճանապարհը, ջանքը, ժամանակը, այսպես ուղղակի պետք է դնել մի կողմ եւ գնալ լրիվ ուրիշ ուղղությամբ։ Չէ, պետք չի վախենալ փոփոխություններից, այդ նույնիսկ երիտասարդներին է վերաբերվում երևի ավելի շատ։ Եթե գտնում եք, որ ծանրություն այն ինչը որ հիմա եք անում, ֆիզիկա, պետքա թողնել։ Թոթափեք այդ բեռը։ Հանգիստ թողնել այդ բեռը, ուղղությունը փոխել։ Ես էլ նույն կերպ 2-3 անգամ փոխել եմ ուղղությունս, չնայած էլի բոլորը եղել են տեխնիկական, մոտ 10 տարի TV-ում եմ աշխատել, հանրային հեռուստատեսությունում։ Ու հետո էլ տեղափոխվեցի տեխնիկական ոլորտ, սկսեցի նրանից, որ սկսեցի նախագծել եռաչափ պրինտերներ, արտադրություն, ֆիրմաներ ունել եւ այլն, եւ եկա այն բանին, որ էլի երկար տարիներ աշխատել եմ Instigate-ում, դրանից էլ հիմա տեղափոխվել եմ Դավառո։ Երկու խոսքով ինչ հաջողություններ ունի Դավառոն, ինչ պրոյեկտներ ունի, բնականաբար մոդելների մանրամասները մեզ հետաքրքիր չի, բայց եթե փորձենք ոլորտային հասկանանք, ինչ տիպի սարքեր եք նախագծում եւ փորձարկում, եւ արդյոք դա գալիս է միջազգային շուկայի քամիների պատճառով, թե դուք ունեք ձեր օրակարգը։ Ամբողջ լինեյկան, ոնց է հայերեն։ Ինչ։ Լինեյկա։ Բոլոր արտադրանքի, բոլոր տեսակները Դավառան ունի։ Իրականում ես կարծում եմ, որ ոչ միայն Հայաստանում, այլ տարածաշրջանում հզորագույն ընկերությունն է, որը մեծ քայլերով է գնում առաջ, չնայած բոլոր դժվարություններին, շատ բան գալիս է իհարկե տնօրենից, իր տեսլականից, իր աշխարհայացքից։ Vision են ասում դրան։ Ոչ մի բանին չնայելով առաջ է գնում։ Իսկ արտադրանքը իհարկե այդ ապրանքատեսակները մի հատ կնկարագրեք, որոնք են։ Սկսված 4 թևանի անօթաչու թռչող սարքերից, կվադրակոպտերներից,
որոնք տարբեր տեսակի կան, թե օպտիկայով թռնող, որ հիմա արդեն Ուկրաինայում շատ ենք տեսնում, հա, թե Թևանի ծանր թռչող դրոններ, բեռներ տեղափոխող, այո, ծանր բեռներ տեղափոխող, եւ վերջացրած հարվածային եւ հետախուզական թևավոր թռչող։ Ձեր սիրտը դեպի թևավոր է գնում, թե պտուտակավոր ավելի շատ։ Երևի թե պտուտակավոր ավելի շատ, նրանք ավելի մանևրային են, հա, ճկուն են ավելի, հա։ Չնայած թևավորներ էլ կան, այդ դայվինգի պահը, իջնելուց եւ այլն, դրանք էլ են իրանց տեղը ունեն օրեն։ Մենք ոդքասթով փորձում ենք քաջալերել երիտասարդներին բացատրել, որ եթե ոչ հիմա, ապա երբ ոլորտը շատ դինամիկ է զարգանում եւ առաջատար ոլորտ է եւ տեխնոլոգիական տեսանկյունից էլ կարծես թե թելադրում է իր պայմանները այժմյա հասարակությանը։ Ինչու է պետք լինել այս ոլորտում, եթե ժամանակակից երիտասարդ ես եւ սիրում ես տեխնիկա եւ մի քիչ էլ հասկանում ես ինժեներիայից, ձեր կարծիքը։ Եթե մի քիչ մտածում ես երկրի մասին, ամենակարևորը երկրի անվտանգությունն է։ Նույնիսկ եթե այդ դրոնը, ասենք, պաշտպանության նախարարության համար չի, մեկը երկրի անվտանգությունը, գյուղատնտեսությունն էլ է երկրի անվտանգություն, նույն դրոնները կան գյուղատնտեսության մեջ, օգտագործվում են ու իրենք էֆեկտիվությունը գյուղատնտեսության բարձրացնում են։ Էլ չեմ ասում պաշտպանության նախարարության համար սարքվող անօթաչուները, դրանք երկրի անվտանգությունն են այսօր։ Ու կարծում եմ, որ մոտակա տասնյակ տարիները իրանք գնալով ուժեղանալու են, կատարելագործվելու են եւ այլն, հա։ Քաղաքացիական ոլորտի որ հիմնական ուղղություններն են, որ պահանջարկ ունեն օր առաջ ունենալ լավ օդաչուներ։ Այս տարի, անցած տարի Չինաստանում ու դե թելադրողը այս պահին Չինաստանն է, այդքան Ամերիկան էլ չէ, ինչքան Չինաստանը։ Օրինակ քաղաքացիականում շատ օգտագործվում էին դաստավշիկները, այն որ լիքը տեսնում ենք։ Delivery-ն։ Հա, delivery-ն սաղ առաքումը անում էին բիսպիլոտնիկները, սկսած անիվներով գնացող, որը գալիս էր, խնդրում էր, որ լիֆտի էս ինչ հարկը սեղմեք, ես պետքա բարձրանամ այդտեղ, հա, վերելակինը սխմում էին, խնդրում էին, ինքը դուրս էր գալիս, հասցնում էր միջև տիրոջը, վերջացրած, անօթաչու թռչող սարքերով Amazon-ն է շատ օգտագործում Ամերիկայում, Չինաստանում էլի կան Ալիի բոլոր մոդելները կան, որ էլի արագ հասցնում են։ Էտա գյուղատնտեսությունը կատաստրոֆիկ մեծ պահանջարկ ունի։ Թունակի մեկատների ցրման, գնահատման, հա, ասենք դաշտերի գնահատումից սկսած վերջացրած այդ թունակի միկատները լցնելով, հա։ Այստեղ երևի պետք է ասենք, որ տարբեր տեսախցիկների տեսակներ կան, որոնք հողի խոնավության աստիճանն են չափում, նրա կառուցվածքը եւ այլն, որը արդեն այդ տեղեկատվական դիապազոնը տալիս է գյուղացուն ավելի լավ պատկերացում, թե ինչ է պետք այդտեղ աճեցնել եւ ոնց է պետք վերահասկել։ Ընթացքում էլ կարելի է իհարկե Սպուտնիկից տվյալներ վերցնել, բայց դա նապարյադակ շատ ավելի թանկ է գալիս։ Ու ինձ թվում է այդքան է ճշգրիտ չի լինի։ Չէ, այդ րոպեիվա տվյալներ էլի վերցնում ես, հիմիկան լավ մուլտիսպեկտրալ կամերաներ ադրված Սպուտնիկների վրա, բայց ասենք հեկտարին մի $6000 կարգի է։ Հա, իրատեսական։ Հաստատ հայ գյուղացու բան չի։ Հա։ Իսկ դրոնը նույն այդ մուլտիսպեկտրալ կամերաները դնում ես վրան, միատվռում այդ տարածքով միանգամից պատկերը տեսնում ես։ Ինչ է պակասում ոլորտը, որպեսզի զարգանա այնպես, ինչպես որ դուք կուզենայիք, որ այն զարգանա։ Մասնագետներ, կատաստրոֆա է։ Ուսանողներ, դպրոցականներից սկսած պետքա լինեն, հա, չգիտեմ, արմատ լաբորատորիաների տիպի, արմատ նոթում կամ այդ տիպի բոլոր շարքը, ամբողջ շարքը պետքա բազմազան լինի, կարծրացած չլինի, որտեվ մոնոլիտ կառույցներ են դառնում դրանք ու նոր բաներին պատրաստ չեն։ Մենք վիշապում արդեն ակնհայտորեն բախվել ենք այդ խնդրին եւ ես նույնիսկ կարող եմ ձեզ ասել իմ վերլուծությունը, խնդիրը ինձ համար ավելի քան պարզ է։
ժամանակակից երիտասարդությանը դպրոցում, համալսարանում չեն սովորեցնում երկարաժամկետ գիտելիք ստանալու, յուրացնելու, վերլուծելու եւ որպես կանոն վերջում հիասքանչ այսպես ասած արդյունք ստանալու մշակույթը։ Այն ինչը ունեն չինացիները, այսինքն չինացիների մոտ երբեք չի մատուցվում տեղեկատվությունը հետեւյալ ձև, որ պետք չի սովորել համալսարանում, կարելի է 1 ամսյա կուրսեր անցնել լոգիստիկայի եւ ներմուծման ագենտ դառնալ եւ $1500 աշխատել, այն ինչը բաղձալի երազանք է շատ ու շատ հայերի համար։ Ինձ թվում է այս է խնդիրը, որ երկարաժամկետ կարգապահ ձևով գիտելիքը ստանալու, յուրացնելու, վերլուծելու եւ դրա արդյունքը քաղելու մշակույթը չկա։ Իսկ մենք մշակութային պատերազմ ենք կրվում, թե ինչ։ Երևի թե հա։ Երևի թե ճիշտ է, տեսեք ինչու՞մն է խնդիրը։ Երբ որ ես էի, չգիտեմ, 20 տարեկան այդ ժամանակ տենց բան եղել է փաստորեն։ Հա, մի պահ շատ ակնթարթ է։ Շատ կարճ տևեց։ Այդ ժամանակ այն ինֆորմացիան, որ քաղում ենք, միակ տեղը գրքերն էին, հա, ուրիշ տեղ չկար։ Հետո այս պահին հիմա եթե գիրք է տպագրվում, ես չեմ ասում նույնիսկ վաճառքի ժամանակ, արդեն տպագրվելու պահին ինքը արդեն հնացած է։ Շատ արագ ամեն ինչը զարգանում ու երբ որ մենք փորձում ենք ինստիտուցիոնալ դարձնել գիտելիքի տրամադրումը երեխեքին, ուսանողներին, երբ որ սեմեստրը սկսվում է, ինքը արդեն հին է լինում։ Ну մի քիչ չեմ ուզում համաձայնել, որովհետև Նյուտոնի օրենքները, վերամբարձ ուժը, նմանատիպ ֆունդամենտալ գիտելիքները վերջ 200 տարում չեն փոխվել։ Չէ։ Ну էլի նայած բաներ, բայց էլի տեղ հարցեր կա, որ կարելի է քննարկել, բայց հա, չէ, ֆունդամենտալ ոչ մի բանի մասին խոսքը չի գնում, այլ գնում է նորագույն տեխնոլոգիաների մասին, որը շատ դինամիկ է ու պետք է անդադ ձեռքդ պուլսին պահես, էլի։ Դրա համար պարտվում ենք համալսարաններում, ինստիտուտներում, ես հիմա չեմ կարող նույնիսկ լուծում առաջարկել այդ պարագայում, то есть ոնց կարա Դուք ձեր գործը անեք, թե լուծումներ առաջարկեք։ Հա, երևի ամենաբարձրը դա որ ճիշտ լուծում տալ ինստիտուտների ու համալսարանների առումով հիմա ես այս պահին հայրենիք ենք անում, բայց այն երեխեն, որը եկել է ինստիտուտից հենց այսօր, ես հասկանում եմ ու ինքը սովորում է այն ֆակուլտետում անօթաչուների, տենց ֆակուլտետ է։ Հա, որ զբաղվում է անօթաչուներով, ինստիտուտ չեմ ասի, իհարկե, բայց գիտելիքը մի քիչ ցածրազրոյից, հա։ Մեղմ ասած beginner mode-ը։ Հա, ավելի վատ։ Ավելի վատ քան սկսնակի ինչ կարող լինի։ Դժվար է։ Այսինքն կա աղճատում կրթական համակարգի եւ ռեալ բիզնեսի եւ գործունյա մարդկանց, ովքեր ոլորտի մեջ։ Այդտեղ անդունդն է, էլի։ Անդունդը ուղղակի անդունդը։ Դրա համար վիշապի եւ այլ նման կառույցները իմ կարծիքով հա մենք ձեզ գործընկեր ենք դիտար։ Այդ բեռը պետքա վերցնեն իրենց վրա։ Փորձում ենք, հələ առանձնապես հաջողությունները մեծ չեն, բայց փորձում ենք։ Այո, սա ինձ թվում է օթագնացությունը մի ոլորտ է, որտեղ ուղղակի այդ բեռը ոչ մեկ չի կարող իր թևերի վրա վերցնի ու բարձրանա օդ։ Այսինքն պետք է լինեն ընկերություններ, ովքեր լրջորեն զբաղվում են բիզնես տեսանկյունից, պրոյեկտի տեսանկյունից այս կամ այն մոդելի նախագծման եւ օդ թողարկման գործընթացով, պետք է լինեն կառույցներ, ովքեր այդ beginner mode-ից սկսնակից մի քիչ գոնե են, որ ասում է գլխում ձետ լինի, մի քիչ նոր բաց թող։ Քիչ թե շատ պատրաստված մարդ, որովհետեւ եթե ինքը դպրոցի մշակույթը անցնի 3 ամիս, 5 ամիս ու տեսնի, որ ինքը 10 հոգուց այն երեակի մեջ, ովքեր որ օթաչու են, չի մտել, այդտեղ ինչ-որ բան ճտտում է ուղեղի մեջ, հա։ Այդ մարդկանց պատրաստումով կրթական համակարգը պետությունը երևի իր կողմից պետք է ավելի նպաստավոր պայմաններ ստեղծի, որ
այդ շղթան սկսի աշխատ։ Ինձ թվում է մենք ուղղակի մի շղթայի մեջ չենք, կա Դավառը, որը արդեն գիտի ինչ է անում, որովհետև տնօրենը ունի vision եւ գնում է այդ ուղղությամբ, կա Վիշապ եւ մյուս դպրոցներ, ովքեր հասկանում են, որ եթե ոչ այսօր, ապա երբ, վաղը արդեն լինելու է ուշ, բայց մենք էլ sense քորեքոր ինչ որ փորձարկումներով բանով ենք այս ամեն ինչի մեջով անցնում եւ ուղղակի քանի որ կրթությունը իսկ առանց կրթության ոչ մեկ օթում չի կարա լինի բավարար է մենք հասկանում ենք մեկս մյուսիս պետքությունը եկեք այս անդունդը մի քիչ էլ խորացնենք եւ խոսենք նրա մասին թե որքանով է արհեստական բանականությունը արդեն ներխուժել օթագնացության ոլորտ, ԱԹՍ ոլորտ առհասարակ կխնդրեմ ձեզ որպես խորը մասնագետի նկարագրեք այսօր ԱԲ-ն ինչ խնդիրներ է լուծում օթում եւ որն է մեր վաղվա օրը։ Այս պահին հնարավորություն ունի արհեստական բանականությունը ամբողջ վերտիկալ խնդիրների վերցնի իր վրա անօթաչուների։ Ուրիշ հարց է թե ինչքանով կարելի է դա ստահել իրեն, հա, որտեվ թռիչքից սկսած, մեկնարկից սկսած մինչև խոցում լիովին կարող է կատարել։ Իհարկե կա արհեստական բանականություն բոլոր արտադրանքների վրա մեր, իհարկե օգտագործվում են, կատարելագործվում են ամեն օր, բայց ամբողջ բեռը դնել նրա վրա դեռ պատրաստ չեն ոչ մեկ երևի։ Դե դիցուկ վերցնենք առաքման ոլորտը, հիմա ինչ որ մեկը, չգիտեմ, ինչ որ մեկից առաքում է պատվիրել, պիցա է թե խնձոր կարևոր չի, եւ դրոնը սխալվել է, այսինքն ինքը A to Z, A-ից մինչև արդեն չգիտեմ որ լեզվով ասեմ, հա, եւ ով է, հա, մինչև F, հա։ Այսինքն սկզբից մինչև վերջ արհեստական բանականությունն է անում եւ բերում է պիցայի փոխարեն խնձոր։ Հիմա այդ մարդը ում վրա մուննատ գա, կոպիտ ասած ում գրի որ սխալ եք բերել։ Այսինքն ինչ որ մի կետում պետք է այնուամենայնիվ մարդը լինի, որը պատասխանատու է։ Ինձ թվում է ինքնաթիռների հարցում այդ dispatcher կոչեցյալը մինչև այսօր չի հեռանում, որովհետև եթե օթանավը շարքից դուրս գա, մենք չենք կարա դատարան կանչել արհեստական բանականություն, հա, պետք է լինի ինչ-որ մարդ, որը ըստ քրոնոլոգիայի ինչ-որ սխալ հրահանգ է տվել օթաչուին կամ օթաչուն է գնացել, չգիտեմ։ Այսինքն դեռ այդ կախվածությունը կա, ինձ թվում է իրավաբանական տեսանկյունից։ Բայց ձեզ ոնց է թվում գալու է մի պահ, որ մարդկությունը խիղճը կորցնի, որտեղ հիմա այն ինչ որ կատարվում է աշխարհում, այն պատերազմները եւ ամեն ինչ որ կատարվում է, տպավորություն է որ գալու է մի պահ, որ արտադրողները այդ իրավաբաններին ասելու են տղեկ ջան, դուք հենց կողմ կայնեք, 0-ից մինչև վերջ տալիս ենք արհեստական բանականությանը ու վերջում է լավ ենք անում զառնումար, վերջ։ Միանշանակ կարծում եմ դրան է գնում, այդ ամեն ինչը, հա։ Այսօրվա օրով եթե պիցան հասցնելու է ու մաքսիմում ինչ կարա լինի այդ սառը լինի պիցան, հա, կամ շփոթել ուրիշ պատվերի հետ, հա, ասենք բժշկության մեջ եւ վայնի պրամышленности մեջ, արտադրության մեջ, տենց սխալներ չենք կարող թույլ տալ մեզ այս պահին դեռ, հա։ Փորձ եղել է, երբ որ տրամադրել են ամբողջ ժամանակավոր գործունեությունը արհեստական բանականությանը, ամերիկական մի մեծ ընկերություն, երբ որ գնացել է դրոնը հասել է տեղ ու օբյեկտը չի եղել, ինքը վերադարձել է այն կետին, որտեղից թռել է home point։ Հա, ու փորձել է հենց վերացնել ուղարկողին։ Ինչ հետաքրքիր է, շատ հետաքրքիր է։ Քենքշով դրոնը։ Հա, հա, հա։ Դե իրան կարևորը օբյեկտ լինի, որին պետքա խփվի, որտեղ լինի զինված։ Հիմա այդ point-ները, որը դու դնում ես իր դիմաց, այդ պատերը պետքա լավ շարվի, էլի լինելու են սև տեղեր, որտեղից ինքը կարողանա անցնի, բայց այդ պատերը շարելով պետքա փորձենք իրան ուղղել։ Ինքն էլ որ մի մարդը չի դառնում, եթե վատ ու լավ մարդ վերցնենք, արդասպան, գող եւ ավազակ, հա, նույնն էլ ինքն է, ինքը փորձելու է ինչ որ ելքեր գտնել, պետք է այդ ելքերը սահմանափակել։ Այսօր կրթության մասին ընդհանրապես քիչ են խոսում, ժամանակին
Գյուղերից մեկի տնօրենը ինձ պարզ բան ասեց, գիտես, որ նա ողբերգությունը Հայաստանի ասում է, որ ոչ մի ղեկավար երբեք չեկավ ԱԺ ամբիոնի մոտ ու ասի երեխաներ, սովորելը լավ բան է։ Սովորած մարդը պետքական է պետության համար եւ հասարակության համար, եւ ես իսկապես հասկացա, որ այդպիսի ելույթի ականատես չեմ եղել դիցուկ Լևոն Տեր-Պետրոսյանից մինչեւ հիմա, հա։ Հիմա եկեք պատկերացնենք, որ Դավառո, ոչ թե պատկերացնենք, այլ դուք արդեն ասացիք, որ Դավառոյին ընկերությանը անհրաժեշտ են իսկապես կրթված մարդիկ, այն որ րոպե առաջ, վայրկյան առաջ, որ այդ մարդուն տեղավորեն ինչ-որ մի բաժնում, հա։ Եկեք փորձենք այդ կրթված մարդու ավատարը ստանանք, որի կարիքը ունի ձեր կազմակերպությունը, նա ինչպիսին պետք է լինի, ինչ գիտելիքներ պետք է տիրապետի։ Երևի կարևորագույն բանը դա ինժեներ լինելն է, որ ցանկացած բաժնում, ցանկացած ընկերության, որը ինչ-որ բան է ստեղծում, պետք է լինի ինժեներ ստեղծագործող։ Ինքը պետք է կարողանա նոր բան պատկերացնել, այն ինչը որ տվել են ինքը կարողանա պատկերացնել, ոնց կարողանա կառուցի, կապ չունի դա պետք է SolidWorks-ով ասենք հավաքել, թե պետք է PCB նախագծել, թե ընդհանրապես նոր բան պատկերացնելու գծել, պետք է լինի մարդ, որը տիրապետում է այս ստեղծագործական հմտությանը, իրան հմտություն դնենք, հա։ Նկարիչ ինժեներ եք ուզում։ Շատ, հա, շատ։ Հա։ Հենց էդ է։ Չէ, որովհետև մենք գործընկերոջս հետ մենք նկարահանումներից ենք եկել դրոններ ու ես հիմա հասկանում եմ ինչի եք եկել հասել ստեղ ու ինչի է մեզ այս ամեն ինչը հետաքրքրում, որովհետև փաստորեն օդագնացությունը նկարչի ստեղծագործական մտքի, աչքի ու խելքի կարիքը ունի, այսինքն դրանք ուղղակի թվեր չեն, ուղղակի ինչ-որ ֆորմուլաներ չեն։ Այսինքն աշխարհն է այդպեսին դարել, որ ուղղակի ինժեները այլևս հետաքրքիր չի։ Կարծում եմ, հա, որտեվ հիմա դպրոցականը 10-րդ դասարանում տեսնում եմ, ասում եմ, ինչ կա 2 ամիս կպարապեմ Python կամ C++ կամ C# 3 ամիս կունենամ, չգիտեմ, $3000 աշխատավարձ, ինչի պետքա գնամ, ինչ որ ինժեներիա սովորեմ, որը այդքան էլ վարձատրմամբ այդքան բարձր չի։ Չմտածելով, որ նույն արհեստական բանականությունը շուտով կուլա տալու այդ ոլորտը, այնտեղ մնալու են մենակ օպերատորներ, որոնք ուղղակի կառավարելու են հարցեր տան պատասխաններ ստանալ։ Հիմա արդեն մղկտում են բոլոր IT ոլորտի ներկայացուցիչները ու ուղղակի այնքան երկար տարիներ պրոպագանդվեց այդ IT-շնիկ լինելը, որ միջև որ խոդինգ ան մարդիկ որ պետք է IT-շնիկ դառնան, ինքը արդեն ակտուալ չի, էլի։ Հիմա շատ լավ հարց եմ ուզում տամ, հիմա կարող է այս օդագնացությունն էլ այդպես թեմա, մի 6 տարի պրոպագանդայենք, ուժ ներդրում դնենք, հետո մի 6 տարի հետո էլի փջվի գնա։ Ինժեներիայի մի մեծ մաս բեռի տալու ենք արհեստական բանականությանը, հաշվարկների հետ վերաբերյալ, նույնիսկ նոր մոդելների նախագծման, տենց փորձ կա, երբ որ թևի կտրվածքի այդ ներվյուրայի ձևը օրինակ տրվեց արհեստական բանականությանը, որ ինքը գեներացնի տարբեր մոդելներ, մենք բոլորս սովորել ենք ինչ-որ մի քանի մոդելի ու բոլորս գնում ենք այդ մոդելներով, ինքը ստեղծեց տասնյակ հազարավոր թևի կտրվածքներ, մեջից ընտրեց լավագույն 50-ը, տեստավորեց այդ 50-ը քամու դիմաց եւ այլն ֆիզիկան ամբողջը հաշվարկեց ու դուրս բերեց մի հատ նոր ներվյուրա, որ մենք երբեք չենք օգտագործել։ Այդ մի օրինակներից մեկն էր, հա, նույնն։ Բայց որպեսզի այդ հարցը դու իրան տաս, առնվազն սեփական բանականությունը պետք է ունենաս։ Միանշանակ։ Իսկ մենք գնում ենք նրան, որ կարող է մարդիկ լիիրավ կորցնել իրենց բանականությունը եւ էլ չկարանան գեներացնել նմանատիպ հարցեր։ Դե դա բարդ կլինի, հա, շատ ծանր կլինի բոլորիս համար։ Հա, ինչ որ խոտին կնմանվենք, էլի։ Հա։ Հա։ Բայց դες մի հատ մուլտիկ կա այնտեղ են Wall-ին, չգիտեմ, տեսել եք թե չէ։ Հիասքանչ։ Հա, այդ մարդիկ սաղ տենց չաղ բաների մեջ գնում են, հա, ոչ մեկ չի շփվել երբեք բան։ Հա, դրան նման կլինի, հա։
բայց չպետք է թողել երևի դրան։ Ձեր կարծիքով տարիքը, դուք որովհետև ասեցիք ստեղծագործ ինժեներ, ես ձեր խոսակցության ընթացքում նաև մտածում էի, ինչքան ենք մենք պախարակել ինժեներ մասնագիտությունը Սովետի եւ 90-ականներին, ասելով, որ դու ինժեներ չես, բան, հետո հայտնի արտադրություն կա ֆիլմային, ինժեներ բալա եւ այլն, հա, էդ էլ իր դերը ինչ խոսք խաղաց, որպես լուզեր մասնագիտություն, հա։ Եմ որ ասում ով կմտածեր 90-ականներին, որ 30 տարի հետո լրիվ sense կփոխվի, հա, այս ամեն ինչը։ Ձեր կարծիքով տարիքը շատ մեծ նշանակություն ունի, թե եթե մարդը օժտված է ստեղծագործական մտքով, մի քիչ էլ իրան նեղություն է տալի կարգապատձևով ինժեներիա է ուսումնասիրում, ապա դա ձեր կադրն է։ Կարծում եմ, հա, տարիքը այդքան դեր չի խաղում, ու խոսքը գնա 18 եւ բարձր, հա, բնականաբար։ Եթե իր մեջ մարդը այդ պոտենցիալը տեսնում է, ես օրինակ ինձ եմ հիշում, երբ որ հայրս այն ժամանակ գծագրում էր Կալմանի դիմաց նախագծեր էր անում, իմ համար այդ երբ որ գնում եք քնելու առավոտը Հելմերթը ահագին բան արած էր, իմ համար ինչ որ մի հատ հրաշք էր։ Ձևավորվող օբյեկտներ էին, հա, եռաչափ էին իրանք դառնում։ Էդ էր մեր 3D-ն։ Հա, էդ էր մեր 3D-ն, հա, հա։ Իրականում ունենք 3D գիրք տպագրված 60-ականների վերջում։ Վաու։ Հագնում էր ակնոցներ, գերմանական գիրքեր, կարմիր եւ կապույտ աչքերով, երբ որ բացում էր այդ գիրքը, օբյեկտները եռաչափ էին դառնում։ Շատ զիլ բան է, ուզում ասեմ այն ժամանակվանից ու շատ էր զարգացնում դա։ Այդ խնդիրները, այդ բաները, երբ որ դու տեսնում ես, որ կարաս ամեն ինչը պատկերացնես ու դու ինքդ ստեղծես, իմ համար այդ տենց մի հատ մեծ կյանքի ինչ որ փոփոխության կամ ուղի է ստեղծել։ Տենց էլ ես վստահ եմ, որ տենց երեխաներ շատ կան, որոնք ունեն այդ ջիղը իրանց մեջ, որոնք սիրում են ինժեներիան։ Ուղղակի չգիտեն դրա մասին։ Հա, ինչքան էլ հիմա այդ վատ չհնչի այդ բառը, բայց ինժեներիան հիմքը ստեղծագործությունն է։ Եվ ոնց որ բոլոր մնացած գիտությունների մեջ փիլիսոփայությունն է իր հիմքը, հա։ Եթե ունեն տեսլական մի բան տեսնում են իրենք, որ ուզում են ստեղծել, քայլ-քայլ կհասնեն դրան, ու մենք իրենց սպասում ենք։ Ես ճիշտ եմ հասկանում, որ Դավառոն բավականաչափ մրցունակ է աշխարհով մեկ, եւ խնդիրը այն է, որ մենք օդագնացության ԱՏՍ-ների ոլորտում ունենք Դավառո, որը լավ ֆուտբոլային հավաքական է, բայց իր պատանեկան խմբերը կաղում են եւ լուրջ հարցա այդ հավաքականը, երբ որ 40 դարավ կարանալու է, նույն ձևի դաշտով վազել ու օր առաջ այդ խնդիրը պետքա լուծվի ուղակի, հա, որովհետեւ մենք ունենք բազմաթիվ տես մասնագիտություններ, իմիջիայլոց նույնիսկ օդանավակայանում այդ այն ինժեներները, ովքեր որ դիսպեչեր են աշխատում, 60-70+ են, ու չկա այն սերունդը, որը գա իրենց փոխարինի ու հերթական գեփն ալնելու, հա, անդունդն ալնելու, ու չգիտեմ, եթե տեսեն շարունակվեց, երևի ուղղակի օդանավները էլ վայրեջ չկատարեն Երևանում, որովհետև եթե այդ մարդիկ մահանան, փոխարինող ապրեն, հա։ Այս սերունդների համերաշխությունը չունենք, ինձ թվում է մենակ այս ոլորտում չի, որ չունենք, եթե զարգացնում ենք, ես հասկանում եմ, որ դուք ամբողջ օրը զբաղված եք ձեր մոդելներով եւ ձեր հստակ, այսպես ասած, առաջադրանքներով եւ տեսլականով, բայց այն փոքր, այսպես ասած, ազատ ժամանակ, երբ որ ունենում եք եւ մտածում եք, ինչ է պետք անել ուղակի սենց անմիջապես արագ օր առաջ, որպեսզի շղթան վերականգնվի եւ որպեսզի մենք որպես ազգ այն պոտենցիալը, որը ունեին Վիկտոր Համբարձումյանները, ուղղակի չկորցնենք եւ համաշխարհային ներկապնակում դեր խաղանք, այլ ոչ թե լինենք սպառող, որովհետեւ ինձ համար ինժեներիան եւ օդագնացությունը դա հայտ է, որ ես չեմ ուզում լինել սպառող, ես ուզում եմ ասելիք ունենալ։ Ես կարծում եմ, որ միակ լուծումը այս պարագայում այդ ցանց ստեղծելն է, որը կազմված կլինի կրթական, ուսումնական
ակադեմիաներից, դպրոցներից, որոնք կնախապատրաստեն ինժեներներին, այն ընկերությունները, որոնք զբաղվում են անօթաչուներով կամ ինժեներով, իրենք ուղղակի կվերցնեն այդ կիսամասնագետներին, կունենան մի շերտ սովորացման համակարգ ու կգնան արտադրության։ Նույնն էլ արտադրությունը կֆռա ու ցիկլիկ կունենանք ինչ-որ բան, որը որ ոտիկ կանգնեցնի։ Միակ ձևը այդ շատ խիտ ցանց ունենալն է, որից այդ փորձ եղավ այդ արմատների ստեղծումը։ Ну, ըստ էության Կարեն Վարդանյանը գործի կիսատ մնաց։ Ինքը ոնց որ ճիշտ տեղից բռնեց, բայց իր կյանքը կարճ տևեց ու ինքը չկարողացավ այդ երեխաներին հասցնել միջև Դավարոյի պես ընկերություններ։ Հա, որտեվ եթե այդ կապը չկա, այդ կապը կտրված է, այդ դպրոցները մնում են մի ինչ-որ, չասեմ ցածր, ինչ-որ մի մակարդակի մեջ ու միշտ լինելու են այդտեղ, այդտեղից դուրս են գալու մարդիկ, ովքեր ունեն պոտենցիալ, բայց իրանց վրա վստահ չեն լինելու, որ իրանք կարող են գնալ ինչ-որ նոր տեղ, որտեղ իրանց համար ամեն ինչ անծանոթ է։ Իսկ երբ որ կապ կա, այդ ժամանակ արտադրողը միշտ թելադրում է, ինձ այսպես բան է պետք է սպահին։ Իրանք աճեցնում են այդ բանը, հա, վերցնում է հետադարձ կապով, եթե չլինի այդ ցանցը, չի աշխատի։ Կտրված օբյեկտներ ունենք, ինչ-որ sense ռազրոզնին է, որը իրար մեջ ոչ մի կապ չունեն։ Որոնք են ձեր ընկերության խնդիրները, ներմուծում, ինչ-որ կոմպլեկտացիոն, ինչ-որ սարքավորումների, HR խնդիրները արդեն խոսեցինք, մարդկային, կթվեք ինչ խնդիրներ ունեք եւ խնդիրներից հետո դեպի ուր եք գնում, այսինքն այդ vision կոչեցյալը վերջնակետը որն է ձեր։ Փորձում ենք, աշխատում ենք նրա վրա, որ ամբողջ արտադրությունը տեղափոխենք ստեղ Հայաստան։ Խոսքը չի գնում չիպերի մասին, որտեղ հա, սա աշխարհն է դա Թայվանից օգտվում։ Հա, բայց PCB-ների նախագծումից, հավաքումից եւ արտադրելուց միջև վերջ տեղափոխում ենք Հայաստան։ Նույնն էլ hard-ի նկատմամբ, то есть ինքնաթիռը աշխատում ենք դրսում էլ ոչ մի չանել։ CNC-ից սկսած, մնացած սարքավորումներից ամբողջը ստեղ ենք անում, հա, կոմպոզիտ եւ այլն եւ այլն։ Ճիշտը կախված չլինելն է, չնայած չես կարող անկախ 100% չկա, բայց մաքսիմում տեղափոխել Հայաստան, որ ցանկացած պահին ու մենք հասկացանք 20 թվին, 16 թվին, որ ինքնաբավ չենք։ Երբ որ պահը գալիս է ու բոլոր սահմանները փակվում են, դու հասկանում ես, որ այդ պահին էլ բան չես կարող տալ։ Վերջին եղած, ասենք, դրոնները այդ պահին ուրիշ ընկերությունում է, բայց վերջին եղած դրոնները ուղղակի կիսակառույց ուղարկում ենք, որտեվ մինչև վերջ չենք կարող սարքել տալ։ Չունեինք ապրանքներ, հա։ Ինչ կարևոր բան կա, որը որպես վերջաբան ուզում եք տենց, չասեմ ուղերձ, բայց այնուամենայնիվ լսելի դարձնեք բոլոր այն երիտասարդներին, որտեղ նպատակը, որ այսօր խոսում ենք, դա երիտասարդներին նաև ուղղություն տալը։ Մեր խնդիրներից մեկը դպրոցում նաև իմ զգացողությամբ եմ կիսվում, երիտասարդները չեն կողմնորոշվում, անկեղծ։ Այս տեղեկատվական ռմբակոծությունը ուղղակի հասել է մի այնպիսի մասշտաբի, որ երիտասարդներին էլ է դժվար, նրանք չեն կողմնորոշում, բժիշկ դառնան, հետո գան ինժեներ դառնան, թե ինժեներ դառնան, հետո գնան բժիշկ դառնան։ Հիմա ձեր պարագայում դուք խիզախ եք եղել, չեք վախեցել տենց կտրուկ շրջադարձ անել, կարծես թե հաջողել եք։ Բայց այսօր այդ վախերը շատ են երիտասարդության մոտ, այլ ինչպես իրենց քաջալերենք եւ ճիշտ ուղղություն տանք, որ կողմնորոշիչ լինի նաեւ իրենց համար մասնագիտություն ընտրելու առումով։ Երևի ներքին զգացմունքն է, որ իրանց պետքա թելադրի, բայց շատերը փնովում են երիտասարդներին, որ սաղուրը TikTok-ի մեջ են, հա, թերթում, հա։ Ես ինքս ասեմ, որ ամեն օր թերթում եմ, բայց իմ TikTok-ի էջերը որ կան, որ educational-ը, կրթականը։ Այո։
Եվ առաջին էջերը, որ ես առավոտ արթնանալուց բացում եմ, դա նորություններն են, տեխնոլոգիական նորություններն են, հա, որոնք անպայման կարդում եմ ու այդ օրվա նորությունները ինձ համար ուղղանիշային։ Այո։ Դու արդեն տեսլական ունես, թե ինչ ես ուզում անես, պատկերացնում ես այնտեղ ինչ է սպասում, հա, ու քո ճիշտ ուղղությունն է սկսում փորձել այդ գետի մեջ մտնել, հա։ Այսինքն մենք երևի ինչ որտեղ համ վիշապը, համ դավառուն մենք այնքան ենք զբաղված մեր ներքին օպերացիոն հարցերով, մենք երևի քիչ ժամանակ ենք տրամադրում, որ մարդկանց երիտասարդներին ցույց տանք այդ թռիչքի բերկրանքը, որովհետև ես անձամբ չեմ ճանաչում մարդու, ում կարելի է այդ հեռակառավարման հավահանակը տալ, ակնոցները տալ, ինքը թեկուս երկրորդ դեմքով քշի ու տենց հանի, ասի, հա դե լավ էս ինչ էր, որ հաստատ փոխվում է ինչ-որ բան։ Հա, լավն է։ Երևի թե գիտես, պետքա բան արվի։ Պրոստը պետքա փորձել բոլոր տեղերով այս ամեն ինչը ցույց տալ։ Հիմա օրինակ ձեր ընկերությունում էքսկուրսիա կա դպրոցականների համար։ Քանի որ ընկերությունը գաղտնիություն ունի, փորձում ենք, ես ինքս խոսում եմ տնօրենության հետ, որ հա գան, ձեզ եմ հրավիրում։ Սիրով։ Ուղղակի նայեք, ես կուզենայի երիտասարդների ինչ-որ մի հատ խմբի հետ գայի, պարզա այն կարևորագույն ռազրաբոտկեք, այսպես ասած, որ անում եք, թող մեր աչքից հեռու լինի, բայց ինչ-որ մի կես սրահ որը լներ, որտեղ թևավորը պտուտակավորից կտարբերեինք, որտեղ սիմուլյատոր կարելի էր քշել, որտեղ մի փոքրիկ դաշտ լներ, չգիտեմ, նույնիսկ ձեր գրասենյակի ինչ-որ տարածքում, թեկուզ վուպի մակարդակով թռնեին, ինքը հաստատ այդ ճտիկը կճտասներ, էլի։ Նայեք, մեր դպրոցի խնդիրն է, մենք վերջնարդյունքը չենք կարողանում ցույց տալ։ Մենք կարողանում ենք, այսպես ասած, շախի գցել, իրանք գալիս են, բայց սենց բա հետո ինչ եմ անելու։ Այդ հետոն չկա եւ մենք այսօր ամբողջ եթերի ընթացքում խոսում ենք, որ մեր շղթան է կտրված։ Մենք բոլորս գիտենք ինչ ենք անում եւ հանուն ինչի ենք անում եւ ինչի է դա կարեւոր, բայց այդ շղթան ինչ որ ձևի պետք է կարգավորել, որ համ ձեզ վնաս չտալ ձեր աշխատանքին, ձեզ չափից դուրս շատ չշեղել, բայց մեր պես կրթական հաստատություններին էլ տալ հնարավորություն, որ խնդրեմ, սա տարբերակներից մեկն է։ Մյուսը կարան գնանք դաշտ, տեսնես ոնց է դրոնը գյուղատնտեսին օգնում։ Այն մյուս օրը կարան գնանք ային, դու տեսնես, որ տեպլավիզորով հրավտանք տարածքներն է ի հայտ բերում։ Այսինքն մենք ուզում ենք վարիացիաներ ունենանք որպես կրթական հաստատություն, որ այդ հարցին շատ ավելի հեշտ պատասխանենք, որովհետև երևի էլի պետք չի մեղադրել երիտասարդներին, այնուամենայնիվ նրանք ուզում են նյութականացնեն ոլորտը։ Եվ այստեղ կարծես թե մեր երկուսից բաց թողումն է, մենք պետք է այդ շահը, այո, նյութական շահը, ինչու ոչ, կարողանանք արագ ցույց տանք։ Երևի թե հա, ճիշտ եք, եւ եղել է պա, երբ որ եկել են երեխեք նայելու, այդ թվում իմ աղջիկը, երբ որ ես տեսել եմ այդ փայլը իր աչքերի մեջ, երբ որ ինքը ինչ-որ անօթաչու է տեսել, որ երբեք չէր կարող պատկերացնել, որ կարող է տեսնել չափի ու այդ որակի, հասկանում ես, որ պետք է երևի թե հա, պետք է այդ դե մենք ատոմային Սուզանավեր չունենք, Ռուբեն, բայց գոնե այդ կարանք ցույց տանք։ Ուզում եմ ասեմ, նրանք էլ են գաղտնի, այդ մասշտաբը չունենք, էլի որ դա ցույց տանք, բայց գոնե այն ինչ որ ունենք, պետք է ցույց տանք, որովհետև սենց հավերժ կմեղադրենք։ Համասարաններին, դպրոցներին հավերժ կմեղադրենք։ Ես առաջի անգամ, որ այս միտքը ունեցել եմ, Ֆրանսիայում Անասի լճում ֆիլմ էինք նկարում, ուրեմն մաքրման կայանը, լճի մաքրման կայանը ուներ թանգարան։ Այսինքն այնտեղ որտեղ մաքրվում էր այդ ամեն ինչ, իսկ ապակիներ էր եւ դպրոցականներին ասում են, այ տեսեք, ձեր ամեն մի թուղթը որ գցում եք, ինքը մի հատ ստեղով անցնում, հետո ստեղով անցնում, հետո ստեղով անցնում, հետո մաքրվում է, հետո նորից լցվում է գետը։ Եվ բնականաբար այդ պահին դու հասկանում ես, որ իրենք քաղաքացի են դաստիարակում եւ այդ երեխան այլևս ավելորդ աղբի կտոր չի նետի լիճը, որովհետեւ մաքրման բարդությունը, մարդիկ, տեխնիկան, ամեն ինչ ցուցադրվում է։ Հիմա եթե դա կա արդեն ամեն տեղ, ինչ ենք նոր հեծանիվ հորինում։ Մենք երևի պետք է մի քիչ ժամանակ ծախսենք,
դուք ձեր հերթին, ես իմ հերթին, հետո մի հատ էլ հանդիպենք ու հասկանանք ոնց ենք այդ մեխանիզմը աշխատացնում, այսինքն ոնց ենք երիտասարդին ցույց տալի փաստացի, որ այստեղ քո ուզած փողը կա ու գնալով աճում է, այսինքն հաստատ չի նվազ, то есть IT, Python, C++ չի, որ գնալով աբնձեռիցդ կխլի, աճում է, պայքարը օդի համար լինելու է միշտ, դա մի հատ ոլորտ է, որտեղ բոլոր պետությունները ուզում են լավ դիրքավորվեն, համենայն դեպս մարդկության պատմությունը դա է ցույց տալի։ Փողը կա, հետաքրքրությունը կա, ու որ ամենակարևորը ինքը հավես է։ Միանշանակ։ Ինքը այսինքն հավեսով փող աշխատելու տարբերակը պետք է ցույց տանք։ Այո։ Շնորհակալ եմ, որ այսօր հյուրը կալվեցիք, ես հուսամ սա եմ ասում առաջինն ու վերջինը չի, որտեղ մենք այսօր տենց մի թեթև challenge-ներ իրար նետեցինք, որ հետո առանձին մտածենք ու դրա լուծումները գտնենք ու դրա մասին էլ ինչ-որ նյութ կպատրաստենք մենք սիրով, որպեսզի մեր համագործակցությունը ամրապնդվի։ Խնդրանքս է այս եթերից հետո, երբ որ ժամանակ ունենաք, չգիտեմ, լանչի ժամանակ եւ այլն, քննարկեք, ասեք, այսպես ոդքասթի էինք գնացել, այս միտքը կա, այսինքն էլի պահենք մեր գաղտնիությունը, բայց այդ ջիջիլ գցելու հանգամանքը ոնց անենք, որովհետև ես 10,000 դրամ Գառնի Գեղարդի տված ծնող եմ, ինձ ճիշտ հասկացեք, բայց ես շատ ավելի հաճելիորեն կտամ 1500, որովհետև դուք այդքան էլ հեռու չեք, այդ ուղղությամբ իմ երեխան զարգանա, այդ աճկը տեսնի, ոչ թե ինչ-որ քար, որ էլի կարևոր է, հա, մինչև այսօր կստացի չեմ պարզել հելենիստական, հայկական, եւ այլն, հա, բայց միտքս հասկանալի է, հա, այսինքն ավելի նվազ գումարով, ավելի մեծ մտքի թռիչք տանք երեխաներին, որ մեզ հեշտ լինի որպես դպրոց ավելորդ, այսպես ասած, ակրոբատիկ շարժումներ չանենք, որ իրենք գան այս ոլորտը ուսումնասիրեն, իսկ դուք էլ հետո մեզնից մասնագետ ունենաք, որը արդեն հոգեբանորեն պատրաստ է, իսկ դա գործի կեսն է։ Վստահ եմ, որ ընկերությունը պատրաստ է դրան։ Ձևը պետք է գտնենք։ Ձևը պետք է։ Շնորհակալ եմ։ Լավ մնացեք, Ռուբեն Գյոնջյանն էր, Դավառո ընկերության պրոյեկտների մենեջեր, այսքանը կարամ ասեմ, պաշտոնը շատ սենց երկար է, չեմ ուզում ձեզ ձանձրացնեմ։ Վստահ եմ զրույցը հետաքրքրեց, հետևեք մեզ, լիքը հետաքրքիր, էլի լավ մարդիկ են գալու ԱՏՍ ոլորտից, ես ոնց հասկանում եմ, այս ոլորտում վատ մարդ չկա։ Շնորհակալություն։